Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի մեր գործընկերներին հետաքրքիր զրույց քննարկումներ ունենալու նպատակով։ Այսօր ընտրել ենք թեմա, որ վերաբերում է քաղաքային բնանկարչությանը որպես առանձին ժանր եւ որպես հյուր բանախոս հյուրընկալել ենք արվեստաբան, նկարիչ, մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաճիկյանին։ Պարոն Լաճիկյան, շատ շնորհակալություն հրավերը ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Իրապես թերևս արվեստի եւ հատկապես նկարչության մեջ անընդհատ արդիականություն ունեցող եւ շատ հետաքրքիր առհասարակ ուղղություն է քաղաքային բնանկարչությունը, որտեղ առաջին հայացքից թվում է, թե դա ֆիզիկական տարածք շենքեր շինություններ են, բայց ըստ էության դրա սոցիալական, գաղափարային, ինֆորմացիայի պահպանման, փոխանցման շատ հետաքրքիր կոնտենտ պարունակող ուղղություն է, որպես այդպիսին։ Շատ կուզեմ, որ մեր զրույց քննարկումը սկսենք այն հարցից, թե առհասարակ ինչու եւ ինչպես ձևավորվեց քաղաքային բնանկարչությունը որպես առանձին ժանր, եւ նաեւ անդրադառնանք այն հարցին, թե քաղաքային բնանկարչությունը ինչով է տարբերվում հենց դասական բնանկարչությունից, կամ միգուցե չի տարբերվում։ Նախ շատ շնորհակալություն նման հնարավորության համար, թե ձեզ, թե Տավուշ TV-ին։ Ասեմ, որ այսօրվա թեման, որ միասնաբար որոշվեց, իրոք հետաքրքիր է ու կարծում եմ հաղորդումից հետո առավել հետաքրքրություն կառաջացնի ակնդիրների մոտ։ Կապված ձեր նշած ժանրի հետ, եկեք մինչև քաղաքային բնանկարչության անցնել ընդհանրապես արվեստի տեսակներից խոսենք, որովհետև սա նկարչության մի ժանր է։ Շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչու են արվեստի տեսակներն այսքան շատ, որովհետև մեկը չի, երկուսը չի, կարելի է տասնյակ ու կապված ժամանակի հետ նոր կոնցեպտուալ արվեստի տեսակներ են առաջանում։ Բանն այն է, որ արվեստը կոչված է ինչին, կոչված է իրականության, մեզ շրջապատող իրականության վերարտադրությանը, գեղարվեստական վերարտադրությանը, բայց տեսեք, իրականությունը այնքան խորն է, այնքան բազմաշերտ, այնքան բազմահյուս, որ ինքը եւ բազմաշերտ է, բազմաձայն է, բազմաձև է, բազմածավալ է, բազմագույն է եւ հնարավոր չէ արվեստի մի տեսակ, որ այդ ամբողջը ընդգրկի, այսինքն ընդգրկել անընդգրկելին մեկ տեսակ չի կարող, նույնիսկ եթե դա լինի գրականությունը, որի հնարավորությունները բառի միջոցով ուղղակի կարելի ասել անեզր են։ Եվ դրա համար օգնության են գալիս, ասենք, եթե գունային առումով է, նկարչությունն է գալիս առաջ, ծավալների առումով քանդակագործությունը, եթե ձայնն է, բնականաբար երաժշտությունը, եթե շարժումն է, ապա պարը։ Եվ այդպես անverջ ամեն մի բաղադրիչ վերցնում է արվեստի մի տեսակ։ Այս առումով նկարչությունը, որ շատ ավելի սրտամոտ է անձամբ ինձ, եկեք սևեռվենք այո ձեր ասած թեմայի վրա քաղաքային բնանկարչություն։ Ասեմ, որ ամենասկզբում իհարկե չի եղել, սա ամենաբան ժանրերից չէ, ամենահին ժանրերից չէ, առաջացել է ժամանակի ընթացքում։ Եթե վերցնենք ավելի խորքից, ապա կարելի է նույնիսկ միջնադարը նկատի ունենալ, ինչու, որովհետև այդ ժամանակ, որ թեկուզ վերածննդի վարպետները եւ ժամանակակիցները դիմանկարներ են ստեղծում, քաղաքային բնապատկերները հանդես էին գալիս որպես ֆոն, որպես խորք։ Այդտեղ կարելի է առանձին էլեմենտներ տեսնել։ Իսկ եթե շարունակենք, կարելի ասել, որ երբ որ փորագրանկարի այդ գրավյուրայի տեխնիկան մտավ նկարչության մեջ, մարդիկ սկսեցին ավելի դյուրին ձևով պատկերել քաղաքները, որոնք հիշեցնում են քարտեզներ։ Օրինակ դուք կհիշեք միջև Երևանի Էջմիածնի գրավյուրաները կան, որոնք հեռվից են ու վերևից կարծես քարտեզի մի հատված լինի։ Բայց ասենք, եթե գանք արդեն 17-րդ դար, առաջին գործը քաղաքային բնանկարչության կամ նմուշը, որը շրջանառվում է արվեստի պատմաբանների կողմից, հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի Դելֆտի տեսարանն է, սա դասական է այս առումով ուղենշային, որովհետև հրաշալի նկարիչը Յան Վերմեերը նկարել իր ծննդավայրը, ու սա դարձավ այն սկիզբը, մեկնարկը, որին պիտի հաջորդեին արդեն 18-րդ դարի նկարիչները, եւ պատահական չէ, որ այդ հիմնադիրները եղան վենետիկցի նկարիչներ։ Ինչու վենետիկ, որովհետև եթե դուք եղել եք կամ ես ապրել եմ նույնիսկ մի շրջան Վենետիկում, Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հյուրն եմ եղել, այսինքն նման քաղաք, երազների քաղաք, անուժների քաղաք, չգիտեմ, ցնոր քաղաք,
որը ցավոք ըստ կանխատեսումների կարող է ջրի հատակն անցնել այս տարիներ անց, պետք է շտապել տեսնելու Վենետիկը, եւ ահա այնտեղ կար մի նկարիչ Անտոնիո Կանալետո անունով, որին Անգլիայի հյուպատոսը, որը ապրում էր Վենետիկի հանրապետությունում, ուրեմն ինքը հուշեց, թե այսչափ շատ է հետաքրքրությունը, ինչու չեք նկարում ձեր քաղաքը։ Եվ Կանալետոն այդ միտքը անմիջապես իրոք վերցրեց եւ սկսեց անվերջ Վենետիկ, դե Վենետիկ ասելով Սուրբ Մարկոսի հրապարակ, Դոժերի պալատ, Զանգակատուն, Գրանդ կանալ, ամբողջ ջրափողոցները եւ անգլիացիները ուղղակի իրարից խլում էին, որպեսզի իրենց հետ նաեւ մի կտոր Վենետիկ տանեն եւ այսօր Կանալետոյի նկարները Անգլիայում ավելի շատ են, քան հենց Վենետիկում, Իտալիայում։ Նույնիսկ Գևորգ III թագավոր անգլիացի ամբողջ այդ հավաքածուն վերցրեց եւ պալատական արվեստի հիմքը դարձրեց։ Եվ ահա նրան հաջորդեց աշակերտը Կանալետոյի, այս հիշենք էլի, փորձենք հիշել անունները, Ֆրանչեսկո Գվարդի։ Աշակերտն էր, բայց նա ուսուցչի հետ ոճական տարբերություն ուներ։ Եթե Կանալետոն նկարում էր լուսանկարչական ճշգրտությամբ, քանի որ դեռ չէր գյուտը արվել լուսանկարչության, ինքը նկարում էր այնպես, ինչպես այսօր բացիկները, ճշգրիտ, ճիշտ եւ ճիշտ, բայց Գվարդին մի քիչ խուսափեց այդ ոճից, ինքը ավելի մոտեցումը բանաստեղծական էր, ավելի երաժշտական։ Ասենք ես որ նայում եմ Գվարդիի նկարները, հատկապես վենետիկյան բակերը, ինձ մոտ Վիվալդիի երաժշտությունը հնչում, դե ինքն էլ էր, չէ, վենետիկցի։ Մի խոսքով, ահա Վենետիկը կարողացավ ոչ միայն քաղաքային մշակույթ ստեղծել, այլ դրա վերարտադրողներին։ Եթե մի քիչ կանք արդեն 19-րդ դար մոտենանք դեպի մեզ, 19-րդ դարավերջին հանդես եկած իմպրեսիոնիստները եւ նրանց մեջ երկուսին առանձնացնեմ Կլոդ Մոնեին, հայտնի, որը հենց հիմքը դրեց արևածագ իմպրեսիոն, այո, այդ նկարը ինքը, այո, մինչև ուրեմն ամբողջ կյանքը նկարում էր գյուղ, գեղեցկական աշխատանք եւ ահա վերջում ինքը անդրադարձավ լոնդոնյան շարքին եւ ստեղծեց 4 նկար, որոնք այդ Մարախլապատ Ալբիոնի լավագույն վերարտադրումներն են։ Եվ նաև Պիսարոյի մասին չմոռանանք, որովհետև Կամիլ Պիսարո, որը ստեղծեց այնպիսի Փարիզ, որը ինձ, ձեզ եւ շատերին ուղղակի, ես հիմա որ Փարիզ եմ գնում, ինձ համար մտքիս մեջ Պիսարոն էր, թե ինչպես էր նկարում անձրևապատ փողոցները, կարգերը։ Մի խոսքով, գիտեք ինչ, այդ քաղաքային բնանկարչության նպատակը մի կողմից ճանաչողական է, որ ներկայացվի տվյալ քաղաքը, բայց շատ կարևորում է մյուս բաղադրատարը սիրել տալն է։ Տեսեք, այն քաղաքները Վենետիկը ոչ միայն արդեն ինքն իրենից գեղեցիկ քաղաքն, այլ Կանալետոյի Գվարդիի միջոցով։ Եվ այդ առումով նաև հայ գեղանկարիչներն են եւս շարունակել, եթե վերցնենք, բայց մերոնք ավելի շատ դրսի քաղաքներ են նկարել, զարմանալի բան է։ Եթե նայում ես Եղիշե Թադևոսյանի էտյուդները, դարձյալ Փարիզ, դարձյալ Վենետիկ, հետո Էդգար Շահինը, նույն վենետիկյան շարքը, եւ այսպես գալով դեպի արդեն մոտենալով մեր ժամանակակիցներին, ես ասեմ, որ մի քիչ ուշ, չասեմ ուշացած, հայ նկարիչները եւս սկսեցին մեր քաղաքները բնանկարել եւ դրանով սիրել տալ։ Օրինակ մենք որ զբոսաշրջիկները գալիս են, ինչպես են սիրում Հայաստանը, չէ՞, Սարյանի արևավառ նկարներով։ Եվ ահա, ասենք Հակոբ Հակոբյանը, որի այդ մտերիմ լինելու մեծ երջանկություն, բարեբախտություն եմ ունեցել, ինքը նկարեց իմ ծննդավայր Գյումրին։ Ես ծնված լինելով Գյումրիում, շատ լավ հասկանալով թե որտեղ եմ ծնվել, հպարտության այդ ամեն ինչը կար, բայց միևնույն է, Գյումրու կերպարը ինձ համար պատկերացավ Հակոբ Հակոբյանի գործերով, եւ եթե հետագայում ինքը սկսեցի նաեւ գծանկարել Գյումրին, պիտի ասեմ, շատ շնորհակալ եմ վարպետին, որը ինձ տվեց այդ համարձակությունը։ Քանի որ ինքս ինձ այդպես շատ չեմ համարում, թե ես պրոֆեսիոնալ, չգիտեմ, կամ ինչ նկարիչ եմ, քանի որ բանասիրական կրթություն ունեմ, բայց այնուամենայնիվ շնորհիվ Հակոբ Հակոբյանի ինքը նկատել տվեց, որ ոչ միայն իմ բառն է գեղեցիկ, ոչ միայն խոսքը, այլ նաև գիծը, իմաստակիր։ Եվ դա ինձ տվեց այդ քարտ բլանշը, եւ այդպես ես շարունակեցի այդ ավանդույթը, որը ի դեպ սա էլ ասենք մեր հեռուստադիտողի համար, որ համաշխարհային արվեստում այս ժանրը քաղաքային բնանկարչության կոչվում է վեդուտա,
իտալերեն բառ է եւ այդ իմ նշած կանալետոն, գվարդին, կլոդմոնեն եւ այլն, պիսարոն հատկապես վեդուտիստներ են դրանք, դա առանցին ժանր է եւ ելի եմ կրնում նպատակը քիչ առաջ դուք նշեցիք հիմնական պարամետրերը, ես կարող եմ ասել, որ դրանք կավելացնի հայրենասիրությունը։ Սա նաեւ ներարկում է հայրենասիրություն, սիրել տալը դա եւս հայրենասիրություն։ Միանշանակ այ նոր նշեցիք ամենատարբեր քաղաքների մասին, որոնք ներշնչանքի աղբյուր են հանդիսացել մի շարք նկարողների, նկարիչների համար։ Ընդհանուր միջև հիմք են հանդիսացել նկարության մեջ նոր ուղղության առաջացման համար։ Այ ինչպիսի ճարտարապետական առանձնահատկություններ պիտի ունենա քաղաքը, որպեսզի այն դառնա գեղագիտական պատկերման համար կարևորագույն արտահայտչական միջոց։ Ինչի է այս հարցը ինձ մոտ առաջանում, որովհետև ձեր նշած նկարիչների նկարները տեսնելու ես ինքս էլ սիրում եմ Մոնեին, իր նկարները եւ հետաքրքիր է, հա, որովհետեւ այս համատեքստում, երբ ասում են քաղաքային բնանկարչություն, առաջի տպավորությունը, որ գալիս է, գեղեցիկ շենք շինություններ տեսնելն է։ Բայց միևնույն ժամանակ ժանրը իր մեջ ենթադրում է մոտեցման ինքնատիպություն, որովհետեւ օրինակ հենց Մոնեն ինքը պարզ չի նկարել թեկուզ Փարիզը, հա, Փարիզը նկարել է շարժման մեջ, մարդկանց դեմքերը եղել են լղոզված, այսինքն նկարի մեջ իրենք կարծես շարժվող կետեր լինեին։ Բայց Փարիզի ոգին եւ էներգիան իր նկարներով էլ է փոխանցվել։ Այսինքն հարցս կայանում է նրանում, իհարկե կարևոր է ճարտարապետական առանձնահատկությունը, քաղաքի գեղեցիկ լինելը եւ այլն, բայց այնուամենայնիվ շատ նկարիչներ ընտրում են քաղաքը նկարելու իրենց տեսանկյունը, ոչ միայն ֆիզիկական տարածք, այլև շարժումը, այլև որոշ սոցիալական օրինակ խմբեր, խնդիրներ, տիպեր եւ այլն։ Ասեմ, որ ձեր այդ ընդարձակ, այո, այդ հարցի մեջ այո կար շատ նուրբ մոտեցում եւ ճիշտ, որովհետեւ քաղաքը միայն կառույցը չէ։ Հիմա տեսեք, այսպես նկարագրեմ, եթե դուք որևէ քաղաք եք գնում, ասենք Ֆրանսիա եք գնում, չէ՞, որ դուք չեք կարող Ֆրանսիայի ժողովրդի հետ բոլորի հետ ծանոթանալ։ Մարդկանց այդ նկարագիրը խառնվածքը արտահայտվում է նախ եւ առաջ իրենց այդ միջավայրի մեջ։ Այսինքն վեդուտան կամ քաղաքային բնանկարչությունը նախ եւ առաջ նպատակ ունի ցույց տալ այդ քաղաքի դիմագիծը, դիմորոշ։ Օրինակ ասենք, որ Փարիզը գնում, արդեն դու գիտես, որ եղել ես այդտեղ։ Իմ մոտ այդ զգացողությունը շատ եմ եղել Փարիզում, բայց առաջի զգացողությունը ոչ մի խորհրդություն չզգացի, որովհետև այդ նկարիչները կարողացել են փոխանցել ոչ միայն արտաքին այդ պատկերը, ձեր ասած լուսամուտները, չգիտեմ, սա իհարկե կարևոր է, որ քաղաքը ինքնատիպ լինի։ Նախ քաղաքը պիտի քաղաք լինի։ Գիտեք, ես հիմա չեմ ուզում Իջևանի վրա ձևելս օրինակը, որովհետև ինձ համար ինքը այդ դասական քաղաքի բանը չունի, այսինքն հատակագծումը, որովհետև նախ պիտի կենտրոնական հրապարակ ունենա։ Ես այստեղ դասավանդում եմ, բայց հələ որ փնտրում եմ այդ կենտրոնական հրապարակը։ Ինձ ասում են դա շատրվաններն է, որ ինձ համար ամենևին հրապարակ չէ։ Այսինքն ինքը պիտի ունենա այդ կենտրոնատեղին։ Հռոմը ինչպես ուներ իր ֆորումը, ագորան, տաճարը, այ սա պիտի լինի քաղաքի միջուկը, նույնը Աթենքը, նույնը Երևանը, նույնը Գյումրին, եւ այս առումով, բայց նկարիչը ոչ թե կադաստրի աշխատողը, որ ինքը նստի լուսամուտի, իմ մոտ հաճախ ասում են, թե այստեղ կարծես կամար չկար, Լևոն ջան, ասում բայց շատ ներողություն, ես հո չեմ դա արել հատակագրծման համար որպես ինժեներ, ես փորձել եմ ցույց տալ այս մի բարդ գործած եմ, որը երևի ձեր ասածի պատասխանն է, տվյալ քաղաքի ներամփոփ ոգին։ Սա է շատ կարևորը, այսինքն նախ քաղաքը պիտի ունենա այդ ոգին եւ նկարողը պիտի ճանաչի այդ ոգին եւ հետո կարողանա վերարտադրել։ Այս տարբեր բաղադրիչներից կազմվում է քաղաքային բնանկար երևույթը։ Ձեր ասածի հիման վրա մի հարց։ Կա մտավախություն, որ ձեր կողմից պատկերված ներամփոփ ոգին խորթ լինի դիցուկ տեղի բնակիչների համար։ Որպես նկարիչ ես հասկանում եմ, որ մտքի ազատությունը եւ սեփական էմոցիաներն ու պատկերացումները թղթին փոխանցելը առանցքային է եւ կարեւոր։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ ըստ էության արվեստի բնագավառում սեփական աշխատանքները հանրային դարձնելը եւ տարածելը ոչ բոլորին է հաջողվում։ Իմ պատկերացմամբ դա ձեզ հաջողվել է եւ առաջին մենք իհարկե դրան առանձին կանդրադառնանք, որովհետեւ դա էլ իր մեջ ռիսկեր ունի եւ ինձ հետաքրքիր կլինի լսել նաեւ թե դուք ինչպես եք շրջանցել այդ ռիսկերը։ Դրա համար խնդրեմ պատասխանեք առաջի հարցին,
որ միգուցե լինեք չհասկացված, որովհետև քաղաք ինքը մեծ մարդկանց համախմբի մասին է եւ ոչ օրինակ անհատների, հա։ Հիմա ասեմ, անշուշտ այդ ռիսկը կա, բայց ես խուսափել եմ ռիսկից հետեւյալ պատճառով. ես երբեք չեմ նկարել մի քաղաք, որին ես ծանոթ չեմ կամ չեմ խորացել։ Ես նույնիսկ ձեզ ասենք, եվրոպական իմ ամենասիրած քաղաքը, նույնիսկ Փարիզից առաջ Պրահան է, Չեխիայի մայրաքաղաքը։ Ես որ Պրահա եի գնում համալսարանի շինջոկատի ղեկավար, որպես 1 ամիս պիտի աշխատեինք այնտեղ, ես Պրահայի մասին կարդացի անհաշիվ գրականություն։ Եվ երբ որ զբոսավարը մեզ տարավ խմբի այդ ճանաչողական այցին, երևի իր հետ հավասար ես գիտեի յուրաքանչյուր շենքի կենսագրությունը, ասում է դուք եղել եք, ասում ոչ։ Այսինքն տվյալ քաղաքը պիտի ճանաչես։ Ես տվյալ շենքը նկարելու համար հիմա անշուշտ հեշտացել են միջոցները, չէ՞, լուսանկարչական ապարատի կամ ձեռախոսի միջոցով տարբեր դիրքերից, դիտանկյուններից նկարում եմ, բայց ես առաջինը այդ շենքը ինձ համար ոնց որ հոգուս մեջ դրոշմում եմ, հասկանում եմ շենքի բնավորությունը, ասեմ ձեզ, որ ամեն կառույց, նույնիսկ ամեն քաղաք ինքը ունի իր բնավորությունը։ Ես երբեք չեմ նկարել, ասենք, Բուենոս Այրեսը, որտեղ չեմ եղել, բայց ես կարծում եմ հաջողությամբ նկարել եմ իմ ծննդավայրը, որը ես շատ լավ գիտեմ։ Նույնիսկ էլի համարձակություն չեմ ունեցել մինչև հասուն տարիքս Գյումրուն անդրադառնալու։ Դա իմ վտանգն էր, որը կարող է միանգամից տապալվել։ Մի քանի փորձերից, տարիներից հետո, երբ որ ես մեջս ունեցա այդ համարձակությունը նկարեցի, եւ գիտեք ինչով է ուրախ, այդ ձեր ասած վտանգը անցավ, ումեն գովեցին, դրվատեցին իմ աշխատանքները ոչ միայն պրոֆեսիոնալ արվեստաբանները եւ շատ հայտնի մարդիկ, այս սովորական են գյումրեցի թոշակառուն, որը եկել էր ուշադրությամբ լսում էր, ասում է, «Ինչ զիլ է, այս ինչ լավ է», ինձ համար դա գերագույն գնահատական է, որ ընդունվեց։ Եվ դրա համար մանավանդ Գյումրու առումով ես շատ ուշ անդրադարձա եւ դա տեղում նշվեց, թե ինչու այդքան ուշ, ասե որովհետեւ Գյումրին շատ այդ առումով զգույշ, պետք է շատ զգույշ լինել։ Նույնը հանդիսատեսը, չէ, կարող է ձեզ չծափահարել եւ դուք կտապալվեք, բայց եթե ծափահարեց, ասում է այլևս խնդիր չկա։ Նույն ձևով նկարել եմ, ասենք, Վենետիկը, Նյու Յորքը, որը ես շատ լավ գիտեմ ու աշխատել եմ նույնիսկ մի շրջան, եւ վերջինը, որ ես ասեմ, այդ մասին առիթ կլինի կամ ոչ, վերջին շրջանում երևի 10 տարուց ավելի ծննդավայրից հետ զուգահեռ պոլիսն եմ նկարում, հայ պոլիսը, եւ ասեմ օգտվելով առիթից, որ մայիս ամսին Երևանում լինելու է ցուցահանդեսը, հենց պոլիսը հին եւ նոր, օգտվելով առիթից նաեւ ձեզ եւ հերոսատորներին եմ հրավիրում, որովհետեւ այդ նկարները հետո արտերկիր են գնալու եւ կարող էլ չվերադառնան, այնպես որ նորից եմ գնում, այդ ռիսկը ես հաղթահարում եմ կամ փորձում եմ հաղթահարել խորանալով տվյալ քաղաքի մեջ։ Ընկեր Լաճիկյան, ինչն է ձեզ ավելի շատ ներշնչում քաղաքային բնանկարչության մեջ։ Առանձին շենք շինությունները, շարժը եւ նկարման process առհասարակ, ես օրինակ գիտեմ, որ դասական բնանկարչության պարագայում դու կարող ես նկարը սկսել օրվա մի ժամին եւ նկարի ավարտը լույսի, ստվերի փոփոխությունից պայմանավորված, քամու եւ եղանակային մի շարք օբյեկտիվ միջավայրային պայմանների փոփոխության պայմանավորված նկարը սկսվի գունային եւ տրամադրության մի կոնտեքստում, ավարտվի լրիվ այլ կամ կարող է մնալ կիսատ։ Քաղաքային բնանկարչության առանձնահատկությունը որն է այս համատեքստում։ Այդ առումով ինքը շատ ավելի կարծես թե շահեկան վիճակում է, քան ձեր ասածը, այսինքն նույն Մոնեին անդրադառնալը, Ռոանի տաճարը ինքը նկարել է քանի 30 քանի բանով, դե լույսի ստվերի։ Այս պահին դա այդքան էական նշանակություն չունի, ելի եմ կրկնում, այստեղ կարևորը այդ կառույցի կամ առանձին կառույցը, գիտեք, իմ մոտ օրինակ նկարներ կան, որ ես գրում եմ Գյումրի առանձնատուն Իսահակյան փողոց 89։ Սա արդեն կոնկրետ հասցե է, ու ես դրա նախադեպ ունեմ, Պրահայի նկարները, որ ես նայում եմ, մեծ գրադարան ունեն, այնտեղ նույն ձևով դրված է, բայց իհարկե, ասենք, սա այսպես ոչ պրոֆեսիոնալների համար նաև։ Ես գլխավորը, եթե տուրիստներին նկատի ունենք, ընդ որում ես միշտ այդ հայացքով եմ նկարում, երևի
ձեր հաջորդ հարցի նախապատրաստություն որպես, որտեղ նկատի ունեմ բրենդային կառույցները որոնք են, որտեղ սովորական կառույցները կարող է շատերին արդյունք առանձնապես չհետաքրքրել, բայց մեկը եթե գալիս է Գյումրի, ես գիտեմ, առաջինը պիտի ասի Վարեմ Մարեմի պատշգամբն եմ ուզում, չգիտեմ, ես հրապարակն եմ ուզում, 7 վերջն եմ ուզում եւ այլն, սա եւս այդպես, այնպես որ այդ լույսուստվերի այստեղ այդ հանգամանքը կամ անցումները էական նշանակություն չունեն, որտեղ դու արդեն շենքը պատկերացնում ես, եւ եմ ասում, շենքը ինձ համար պարզ քարե կամ փայտե կառույց չի, դա ավելի շատ ոգի է։ Ու ես փորձում եմ ելի եմ կրկնում, եթե դա ստացվում է, շատ ուրախ եմ, որ տալ այդ շենքի այդ հոգևոր որպես ոգու ամրոց։ Ելի եմ կրկնում, մարդիկ կառուցել են այնպես ինչպես մտածել են, տեսեք, ճարտարապետության պատմության մեջ կան, չէ՞, դուք լսել եք երևի Խրուշչևյան շենքեր, Ստալինյան շենքեր, այսօր ժամանակակից։ Այ հիմա Երևան եկողը ինքը արդեն զգում է, որ այս շենքերը, այս շրջանին են մյուսը, բայց Երևանի դժբախտությունն էլ այդ էկլեկտիզմն է, որ այդպես էլ թամանյանական ոգին չպահպանվեց այսօր։ Շատերը ուրախանում են բարձրահարկերով, բայց ինձ համար սա աբսուրդ է, չեմ ուզում ասել անհետեթ, Երևանը բարձրահարկերով։ Եվ տեսեք Փարիզը, ինչքան այն պտշրու նման, որին շատ զգույշ են վերաբերվում, շատ քնքշորեն, Փարիզի կենտրոնում դու բարձրարկ չես տեսնի, որտեղ Շանզելիզեի վրա այդ 3-4 հարկանի շենքերից բարձր չի կարելի նկարել, եւ իրենք այդ ամբողջ շենքերը կենտրոնացրեցին Փարիզի մի արվարձանում, Դեֆանս է կոչվում, եւ այս մեր նոր թաղամասն էլ այդ բանով է նկարած, եւ փորձում ես պահել, այս սա շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այդ դեմքը, դիմորոշ կառույցները պահել եւ չէր կարելի օպերայի շենքից բարձր իմ համոզմամբ որևէ շենք կառուցել մերձակայքում եւ այսօր որ կանգնում ես Երևանում Հանրապետության հրապարակում կորցրել իր հմայքը, ինչու, որովհետեւ արդեն շրջապատված է անկանոն բարձրահարկերով, որը քաղաքաշինական մեծ սխալ է։ Շատ հետաքրքիր է։ Մենք արդեն խոսեցինք արվեստի մասսայականացման մասին։ Ես շատ անկեղծ լինեմ, ես ինքս էլ տեսել եմ ձեր քաղաքային բնանկարչության հետ կապված ամենատարբեր շենք-շինությունների նկարները ամենատարբեր առարկաների, պրոդուկտների վրա։ Ինչպես է կարողացել անել, որ ձեր արվեստի մասսայականացումը չազդի ձեր կատարած աշխատանքի որակի վրա։ Այս ինձ համար շատ կարևոր է, որովհետև սա արվեստի ներկայացուցիչների թույլ տվեք ասել հիմնական վախերից է, որ որքան արվեստը դառնում է մասսայական եւ ընկալելի եւ շատ հասկանալի շատ զանգվածների համար, մարդկանց համար, հասարակության տարբեր շերտերի համար, այնքան վտանգը կա դրա, այսպես ասած, բարձրագույն արժեքը կորցնելու։ Ձեզ ասեմ, դարձյալ շատ այսպես նուրբ դիտարկումներ եք անում, որոնց կարելի երկար մտածել այդ հարցի շուրջ, բայց դարձյալ այդ վտանգը իմ մոտ կարծես բացառել եմ, ինչու։ Եթե ես մի նկար եմ նկարում, որ այսօր արդեն տարբեր դրսևորումներով, հա, ձեր ասած մեկ նոթատետր է դառնում, մեկ դրոշմանիչ, ես հենց սկզբից բացարձակապես չեմ մտածել այդ ուղղությամբ, այսինքն իր նպատակը ոչ թե կոմերցիոն ինչ-որ միտեղ դնել, բացարձակապես չի եղել։ Ես նկարում եմ ինձ համար եւ երբեք դա չեմ ցուցադրում մեկին, եթե ես վստահ չլինեմ դրա արդեն վերջնական, չեմ ուզում անհամեստ բարգործ կատարելության մեջ։ Իսկ այդ որ տարբեր դրսևորումներ է ստանում, ավելի զանգվածային, հա, այսպես տարածում է ստանում, սա արդեն մեղավորը ոչ թե ես եմ, այլ այն արդյունաբերողները կամ դիզայներները կամ հրատարակիչները, ովքեր ուղղակի գտնում են ինձ, սա ասում եմ, սա առանց չափազանցության, գտնում են ինձ, բանակցում են ինձ հետ, որպեսզի ասենք ես տամ այդ թույլտվությունը տվյալ գծանկարը երևա, ասենք Դա Վինչիի որևէ նոթատետրի վրա։ Եվ հիմա փառք Աստծո, որ ճաշակը բարձրացել է, հիշեք թե մեր դպրոցական տետրերը, ել չասեմ, որ մի քանի տասնամյակ առաջ մենք օկուլ դեֆտերի թուրքական տետրերն ենք չէ՞ ստանում կամ ռուսական եւ այսօր արդեն կարող եմ ասել նաեւ շատ ուրախ եմ որ իրենք հասկացան որ պետք է հայկական տետրեր եւ գիտեք հայրենասիրությունը ամեն մանրուքի մեջ կա ամեն ինչը այստեղ մանրուքներ չկան բնավ այնպես որ սա եւ տարածում է որոշակի սեր մեր ազգային կառույցների օպերայի շենքի կասկադի չգիտեմ եկեղեցիների հանդեպ այլ նաեւ գեղագիտական ճաշակ
որտեղ այսօր մենք եթե խնդիր ունենք այս ոլորտում, ապա ճաշակի ուղղակի ցանցրացումն է, որի մեղավորը դարձյալ մենք ենք, մեծ հասակներս, որտեղ պետք է փոքրուց կրթել դպրոցական հասակից եւ շատ ուրախ եմ, որ իմ տետրերը, նոտատետրերը մտել են արդեն դպրոց եւ մի քիչ էլ, ասենք, փառասիրությունս է դրանով շոյվել, ճանաչել եմ դարձել, դպրոցականները մոտենում են, ես ազգանունը արդեն հուշում եմ, որ իրենք շատ են հավանել, հիմա հենց այս քանի օրը տպարանից իջավ նոր խմբականակը եւ նաեւ ասեմ ուրախությամբ, որ այդ տետրերի մեջ նաեւ Երևանի պետական համալսարանի շենքի նկարը կա եւ ես շատ կուզենայի, որ ուսանողները նաեւ ձեռք բերեին այդ տետրերը, որտեղ ուղղակի չի մնում, մի քանի օր է մնում, այնպես որ սա նաեւ միջոց է տարածելու, թե իմ նկարները, բայց իմ նկարասելով ես ընդամենը հեղինակն եմ, բայց կարևորը այդ շենքերն են, կարևորը այդ մեր ազգային արժեքներն են, որ մտնում են դպրոց եւ սերունդ են կրթում։ Ստեցան մշակութային կրթության համատեքստում ինքը իրապես շատ կարևոր է։ Ինձ հետաքրքիր է հիմնականում որ շենք շինությունների հետ կապված է այսպես կոչված պահանջարկը եւ նախապատվությունը ավելի բարձր հիմնականում։ Ձեզ ասեմ, առայժմ դատելով արդեն փորձից կամ փորձառությունից, ասեմ, որ առաջինը Գյումրին է շրջանառվում, մի բան էլ պատմեմ, չգիտեմ, հերոսատողին կարող դա հետաքրքրել, երբ որ ես 2010-ին Նարեկացի արվեստի միությունում բացեցի իմ ցուցահանդեսը, որտեղ իշարս այլ քաղաքներ, նաև Գյումրին կար, ուրեմն ինձ համար ինչն էր զարմանալի, որ ասենք անճանաչ, անծանոթ մարդիկ, ովքեր գրառումներ էին կատարում, գիտեք ինչ էին գրել, գրում էին «Վայ, ինչ լավ է, Երևանից դուրս էլ կան շենքեր, գեղեցիկ շենքեր»։ Իսկ ինձ համար զարմանալի էր, որովհետև սկսվել է այնտեղից եւ ուրեմն սերունդը չէր ճանաչում եւ կարող եմ ասել այսօր, որ ես ամեն շաբաթ եմ գնում իմ ծննդավայր Գյումրի, ինչպես ասում էր Մհեր Մկրտչյանը, շուտ եմ գնում հումորի զգացումը չկորցնելու կամ ինքս ինձ վերագտնելու համար, շատ ուրախ եմ, որ մեկա է դարձել գյուղեր, բնակավայրեր, պզդիկ, մեծ, գալիս են ուղղակի հոսքերով եւ սա նաեւ իմ այսպես անհամեստորեն, բայց նաև իրավացիորեն ասեմ, որ փոքրիկ իմ նպաստը կա եւ այս առումով էլ եմ կրկնում, դրանք նպաստում են հայրենաճանաչությանը եւ ասեմ Գյումրին եւ նաև հոգեվոր պաշտամունքային կառույցները, ասենք, եւ հիմա գիտեք ես նաև ինչ արեցի, իմ կրթությունը բանասիրական ինձ օգնեց այդ հարցում, որտեղ նկարիչներ կան, իրենք կարող լավ գծեն, բայց իրենք չպատկերացնեն այն խորությունը, թե ինչ են իրենք անում։ Հիմա ես պատրաստեցի հայկական եկեղեցիներ այդ պատկերագիրքը, որը ԱՊՀ երկրների գրքարվեստ մրցույթում առաջին մրցանակ, ընդ որում մրցանակ ոչ միայն նկարչական առումով, այլ կրթական առումով յուրաքանչյուր բացիկի դարձերեսին հայերեն ու անգլերեն գրվում է տվյալ եկեղեցու ստեղծման պատմությունը, առանձնահատկությունը եւ այլն գեղագիտական։ Սա նշանակում է ճանաչողական եւ մեզ համար եւ նաեւ օտարների համար, որ կան ու սիրեն մեր երկիրը, հարգեն մեզ։ Անկեր Լաչիկյան, սովորաբար մեր թողարկումների վերջում ես խնդրում եմ, որպեսզի մեր հյուր բանախոսը իր մասնագիտական ոլորտի ասպեկտից կամ իր ունեցած աշխատանքային մասնագիտական փորձի համատեքստից ուղերձով կամ որևէ ասելիքով դիմի մեզ հետևողներին եւ մեզ նայողներին։ Ուզում եմ նաեւ դուք անպայման օգտվեք այս հնարավորությունից, որովհետեւ ձեր մասնագիտական աշխատանքը եւ դրան զուգահեռ նաեւ պրակտիկ գործառնական նշանակությունը իրար շատ հետաքրքիր ձևով խաչվում են եւ իրենց արդյունքներն են տալիս։ Ոստի խնդրեմ։ Ասեմ, որ առաջին անգամն է, որ Տավուշ TV-ով երետ է ունենում, նախ կուզեմ Տավուշ TV անձնակազմին մաղթել հաջողություններ, որտեղ շատ դիտարժան հաղորդումներ կան ձեզ Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի համար, ինչ կարող եմ մաղթել, իհարկե կարելի է ընդհանրական մաղթել, բայց ես կուզեմ ավելի մասնագիտական թեմայի մեջ մնալով մի բան ասեմ, քանի որ դասավանդում եմ նաև բնականաբար համալսարանի մեր մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ շատ հետաքրքիր ուրեմն ուսանողներ ունենք, շատ այսպես հեռանկարային, բայց մի բան պիտի շատ ուզենայի, տանտամեն իմ ցանկությունն է, գուցե ուղերձի տեսքով դա հայտնեմ, որ շատ կուզեի, որ Տավուշի մարզում ծնված եւ մեր ուսանող այս պահին եւ անցյալի ապագայի իրենք նաեւ իրենց բնակավայրը նկարեին։ Էլի եմ կրկնում, շատերն ինձ ասում են սիրուն քաղաքի Իջևան չեն տեսել։ Հիմա ասենք տեսնելու համար ինչ պիտի անես, պիտի գոնե այդ բացիկների միջոցով, պիտի բազում միջոցներ կան։ Դա կարծում եմ, որ մի քիչ թերի կողմն է եւ պետք է նաեւ
թե համալսարանի ղեկավարությունը եւ թե քաղաքի ու մարզի սրան ուշադրություն դարձնեն։ Ես ուղղակի այսպես եմ մտածում, ես նախ չգիտեմ Իջևանում կա նկարչական դպրոց կամ չկա, կարծում արվեստի դպրոցի մեջ է։ Ես պատկերացնում եմ, որ պիտի ուղղակի փողոցները լեցուն լինեն ուսանողներով, իրենց մորբերտներով, իրենց ասենք նկարակալներով, իրենց տերով ու ճեպանկարներ։ Օրինակ գտած է Իջևանի համար, այ երեք եմ հենց քայլել, ուղղակի սա ինձ համար ասում եմ հոգու վայելք է նաբերեժնի այդ հատվածը։ Իհարկե միայն այս հատվածը համալսարանամերձ, որտեղ մեքենաների մուտքը արգելված է։ Մնացյալը դա արդեն բացարձակապես ինձ անհետաքրքիր է թվում։ Ահա այդ հատվածում ես մտածում եմ, որ պիտի նստած լինեն այդ պատանի նկարիչները, մեր ուսանողները, ճիշտ է աշխատելով համալսարանում հրաշալի որ պլեներ են գնում դենդրոպարկ եւ այլն, բայց դենդրոպարկը հասկացանք, բայց նաեւ քաղաքը նկարեն, այսինքն այդ ձևով նաեւ իրենք սիրեն եւ սիրել տան Իջևանը։ Իմ մաղթանքը միայն սա է, որ միգուցե սա դառնա մեկնարկի այդ մանավանդ այդ քանդակների այգին Սարոյի միջոցով Սարուխանյան ստեղծված եւ այլն, սա ուղղակի գյուտ է, սա ուղղակի իրոք թանգարան է բաց երկնքի տակ, բայց չի ներկայացվում։ Ինձ թվում է սա բացերից է Իջևանի գեղարվեստական կյանքի, այդ առումով անշուշտ Դիլիջանը շատ ավելի բախտավոր քաղաք է, ես կուզեի, որ Իջևանը եւս ներգրավվեր այս բանի մեջ, պատմի։ Դե ինչ լիահույս ենք, որ կհետևեն ձեր խորհրդին, կճանաչեն եւ ճանաչելի կդարձնեն իրենց քաղաքը։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Ձեզ շնորհակալություն։